շատ է երկարել զեկույցը եւ օրենքը թույլ չի տալիս, որպեսզի մտնի օրակարգ հարցը եւ հնարավոր է լսումներ կազմակերպել եւ այդ ձևաչափով։ Նախագիծը ճիշտ է, ասում շատ երկարել է, բայց նաեւ լուծումներ կան նույն կանոնակարգ օրենքին, որին ես հղում եմ արել, կանոնակարգ օրենքի 7-րդ գլխի 25-26 հոդվածների։ Այստեղ մեկնաբանության խնդիրներ է առաջանում, բայց այստեղ մեկնաբանությունների նաեւ լուծումը տրված է իմ բացատրությունների մեջ նամակով, որ ես ուղարկել եմ ազգային ժողովի նախագահին, որն է, որ եթե ժամկետների խախտման խնդիր կա, չէ որ քառօրյա պատերազմի զեկույցի ժամանակ էլի ժամկետները խախտված էին, բայց օրենսդիրը մեկնաբանությունը իրատվել է, նախադեպ կա։ Դա խախտել չի կարելի, ցանկացած իրավաբանի եթե հարցնեք, այդ նախադեպը գոյություն ունի, այսինքն մեկնաբանություն ատվել օրենքի այդ վիճելի դրույթներին։ Ասես նախադեպերով պետք է շարժվեմ առաջ, 3 մարմնի հարցեր են։ Շրջագույն ժողովրդավարական երկրներում ինստիտուտ է, այսինքն նույն օրենսդիրը տվել է իր մեկնաբանությունը այդ երևույթին, ժամկետը ձգելու կամ չձգելու։ Այստեղ քննարկելու բան չկա։ Կներեք էլ ինձ։ Ինչ վերաբերվում է պատշաճ զեկույցը ազգային ժողովի նախագահին ուղարկելուն, դա մի վարքյան քարտուղարության միջոցով է հանձնվել եւ ես այլ տարբերակ չգիտեմ բացի ազգային ժողովի քարտուղարությունից նման զեկույցը ազգային ժողովի նախագահին հասցնելու տարբերակ, որովհետեւ նույն քառօրյայի ժամանակ նույն սկզբունքով, նույն հասցեով, նույն գրանցված, մալբերով նամակ ուղարկվել է քարտուղարությունում փաթեթը ունեցել է իր համարը եւ եթե վերջին հաշվով զեկույցը չլիներ, դրա մասին դժվար է ազգային ժողովի նախագահը խոսեր։ Զեկույցը կա։ Հիմա եթե խոսք կա գնում, որ պետաիրավական հանձնաժողովի եզրակացություն կա, ես կուզեի տեսնեի, Վլադիմիր Վարդանյանը Հայաստանում չի գա եւ նա տեսնենք պետաիրավական հանձնաժողովը ինչն է ուսումնասիրել, որ ազգային ժողովի նախագահին ասել է, որ ասենք թե կա խնդիր։ 3 անձիկ ես կառույցից անձից ստացել եմ 3։ Չէ, երրորդը ասվեց, որ պարոն քարտուղարությունը դա ոչ մի բան չի ասում, քարտուղարությունը շարժվում է ըստ ձևակերպումներով։ Քարտուղարությունը իրավական կառույց չի։ Ես խոսում եմ նախադեպերից։ Դժվար թե Թաթուլ Սողոմոնյանը իրավական այդ խորությունների միջից ընկալեր սահմանադրական պահանջները։ Բայց դա իր իրավունքն է։ Թաթուլ Սողոմոնյանը ասել է, որ գրված է այսպես խախտվել է, բայց այդ դեպքում եթե խախտվել է նաև քառօրյայի ժամանակ, նույն մեր քարտուղարության ղեկավարին չէ ժամանակ չի ասել որ խախտվել է։ Խնդրում եմ իրար չխանգարեք։ Ասում են լիագումարում չենք ներառի, բայց այլ ձևով այդ դեպքում ասեք որ կետի դուք չեք խանգարում իրար։ Հարցը տվեք, շատ լավ հարց է տալու։ Դուք մի հարց տվողին մտեք հարցի մեջ։ Այդ դեպքում հարց առաջանում որ կետի համաձայն, որովհետև եթե լիագումար չի մտնում, ինքը արկախված է մնում։ Եթե մտնում է, նշանակում է զեկույցը գոյություն ունի եւ օրենքի պահանջն է, սահմանադրական օրենքի, որ զեկույցը այդ դեպքում պետք է լիագումարում զեկուցվի։ Եթե այլ տարբերակով է գնում, նշանակում է զեկույցը գոյություն չունի։ Այսինքն եթե ասում ենք, որ ժամկետն անց է եւ զեկույցը արդեն չի կարող գոյություն ունենա, նշանակում է զեկույցը չկա, ինչն ենք զեկուցելու։ Դեմ եք որ փոխանցումներ լինի։ Քննարկում կարամ հենց հիմա էլ ես հավաքեմ որպես հանձնաժողով բոլորին հավաքեմ, սկսեմ քննարկել, բայց սահմանադրական օրենքի պահանջը լրիվ այլ է։ Լիագումար նիստում ինքը իր իրավական ուժը պետքա կիրառվի։ Հիմա ես սպասում եմ, որ հաջորդ խորհրդի նիստում կլինի որոշում։ Եթե չի լինի, կներեք, այդ դեպքում պետքա իրավաբանները տան հարցի պատասխան։ Վերջին հաշվով հենց այնպես չի, որ ես եթե նամակ եմ ուղարկում իրավական բացատրությունների, որևէ մեկի չեմ խորհրդակցել։ Եթե խոսում են իրավաբանական կրթության մասին, ես էլ ունեմ այդ կրթությունը։ Թող վերցնեն նաև գնահատականները համատեն։ Պարոն Քոչարյան, ինչու է տարբեր մեկնաբանության առիթ Այդպես են երկու իրավաբան միշտ երկու կարծիք ա լինում։ Իրավաբան չէ, երկու քաղաքական գործիչ։ Ալևոն Սիմոնյանն ասում է մեկնաբանման հարց է, ես խնդիր չունեմ, պարոն Քոչարյան։ Ելի չունենք, ես էլ չունեմ։ Ես չեմ մեկնաբանում, ես խորհրդակցում եմ նաև այնպիսի իրավաբանների հետ, որոնք նաև տիրապետում են սահմանադրական իրավունքին։ Ես անուններ չտամ, որովհետև այն մարդիկ, որոնք նաև քննարկել եմ, որտեղ ես երեխա չեմ, նաև քառօրյայի ժամանակ եմ քննարկել, որտեղ այնտեղ է կալ ժամկետի խնդիր։ Բայց մի մոռացեք, որ պաշտպանության հանձնաժողովը երկու դեմքով է հանդես գալի եւ տարբերվում է մյուս հանձնաժողովներից։ Ինչու՞, որտեղ մեր մշտական գործող այն հանձնաժողովն է, որը միայն ունի իրավասություն նման հարցերի քննություն իրականացնելու։
Դա ինչ է նշանակում, որ դու երբ որ ժամկետը վերցրել ես X ժամանակահատվածի համար 6, դու փաստեր ես հավաքագրել, բայց զեկույցի պատրաստման համար ժամկետ չկա նշած։ Տիկին Խաչատրյան, դու գոնե շատ լավ գիտես, ես քեզ իրավական այդ բաները բացատրել եմ։ Եվ հիմա ձեզ եմ բացատրում։ Այստեղ խնդիր չկա։ Նախ վերջին հաշվով նպատակը, զեկույցի նպատակը, ունենալ զեկույց, ցանկացած լուծում իրավական պետքա ձգտի ինչ-որ նպատակի։ Մեր նպատակը ունենալ զեկույց, որի մասին անընդհատ խոսում են։ Եվ ամեն ինչ անում են, որ այդ զեկույցը հանկարծ չհայտնվի։ Հիմա նայեք, տեսեք, ընդդիմությունը մի հատ ձեն չի անում։ Ժողովուրդն անդադ գրում է, այսօր ինչ-որ բանագրեր են, որում արդեն շատ հիմնավորված, ինչ-որ կոնսուլտացիաներ կան եւ նաեւ տեղեկատվություն զեկույցից։ Lurrer.com-ը ումն է։ Կա այստեղ ինչ-որ մեկը։ Նրանք էլ արտատպել են այլ բանով եւ այլն։ Խնդիրը դրա մեջ չի։ Նպատակը զեկույցն է, զեկույցը կա։ Զեկույցը իհարկե, պարոն Սիմոնյանը ճիշտ ասում, sense tenants հասարակության համար հասանելի պիտի դառնա։ Գամ անալոգիան դրա փաստավակ խմբի 5 զեկույց, որի տակ իմ բոլոր 5-ի տակ իմ ստորագրությունները կան։ Ընդ որում մեկն է, որի ընդունումից հետո Համլետ Թեթևոսյանի լուծարվեց փաստավակ խումբը, բայց զեկույցները հրապարակելուց հետո միեդի որոշման մեջ փաստավակ խմբի զեկույցներին նայել, չէ՞ հղումները։ Պատկերացնում եք, եւ հիմա այս զեկույցը սենց մենք դարձնենք ֆուտբոլի գնդակ, ստենք տաշել։ Որոշում կա այս ամենի մեջ։ Չէ, ես չեմ տեսնում այդ սուրը։ Բա ի՞նչն է խնդիրը, պարոն Քոչարյան։ Խնդիրը իրավականը կգտնեք լուծում, ինչի մասին է խոսում։ Այս Մի վարքյան, դուք ինչ եք իրար խանգարում։ ֆորմատը, որի մասին նշում են, փակ լսումներ, ձեզ համար ընդունելի չի։ Նախ փակ լսումներ այդ ֆորմատ նշանակում է ասում է, որ ըստ կանոնակարգ օրենքի որ ժամկետը խախտվել է, նշանակում է զեկույցը չկա, իհարկե, դա արդեն իրավական առումով վիճահարույց են էլ ոնց։ Եթե ընդունում ենք, որ զեկույցը կա, եթե գնում է փակ լսումները, ապա լիագումար ինչի չգնում։ Եթե լիագումար չի գնում, նշանակում է զեկույցը չկա։ Իսկ եթե զեկույցը կա, փակ թե, բաց ինչ կարևոր է, իր հասցեն, դա լիագումար նիստերի դալշն։ Բայց ժողովի անդամները ինչ կարծիք ունեն այս հարցի հետ կապված։ Ժողովի անդամները չեն ծանոթացել զեկույցին։ Լուրջ եք ասում։ Առանց դրա ես ոնց եմ ուղարկել։ Այնտեղ կան, ասենք Վիլեն Գաբրիելյանը չի ծանոթացել, որտեղ ինքը պատգամավոր մանդատը դրել է։ Կա նաև մեր գործընկեր, որը չի ծանոթացել, բայց ես 23 թվականի սեպտեմբերից նամակներ ուղարկած ունեմ, որ ձեր տեսակետներ ուղարկեք, ինչպես 2 նամակ։ Կարող եմ այդ նամակները հրապարակեմ, տեսնեք, այսինքն որևէ մեկի չի կարա շահարկի, ես բավականին փորձառություն ունեմ ուշադիր լսի։ Շատ լավ, բայց 23 թիվ սեպտեմբեր նամակները արկա են, բոլորին ուղարկված է։ Ինչի չեն եկել ծանոթանում։ Ինչի չեն եկել, եթե չեն ծանոթացել հատուկ կարծիքով հանդես գան։ Դա շահարկել։ Որովհետև ես քննիչ հանձնաժողովի ղեկավարն եմ, դա չի բարձրացնում, դա աշխատանք է։ Չէ, նկատի ունեմ, որ խնդիր չունենք։ Կարող ես բախված են եղել։ Ես հիմա ասեմ, ոչ մի խնդիր չկա թիմի ներսում, բացարձակ։ Նաև ես ասեմ, այդպիսի պրոբլեմ քարորիայի ժամանակ էլ է եղել, բայց խնդիրը դրա մեջ չի։ Խնդիրը հանձնաժողովի անդամների գերակշիռ մեծամասնություն ոչ միայն ծանոթացել է, ունի իր դրած ստորագրությունը։ Չշահարկեք, ժողովուրդ լինի, չգիտեմ, ժամկետանց ուղեղով լինեն, անժամկետ ուղեղով լինեն, դա անհերքելի փաստ է։ Պարոն Քոչարյան, եթե քաղաքական որոշում չկա, եթե իրավական առումով խնդիր չկա, դուք եւ Ալեն Սիմոնյանը խնդիր չունեք միանց հետ, ուրեմն այս ինջուկը ի՞նչն է պատճառ, որ այսպեսի ձգվում է։ Կարող շատ հնարավոր է, ես սպասում եմ Վլադիմիր Վարդյանը գա, ես իրան մատ հարց տամ։ Արդյոք ճիշտ է, որ դուք լինելով պետերական հանձնաժողովի նախագահ տվել եք եզրակացություն։ Եթե տվել եք, ցույց տվեք այդ եզրակացության որոշումը։ Հանձնաժողովին ինչ եղել է, թե չի եղել։ Կամ ինչ Իհարկե չի կարա լինի, այդ դեպքում օրակարգում Թադուր Սողոմոնյանը չի թող ես սխալվեմ։ Պետք է դրված լինի, որ օրակարգում դենց հարց է կննվում։ Ինձ էլ հրավիրեն հարցեր տամ։ Իսկ աշխատակարգային նիստով հնարավոր է։ Ոչ, կներեք, բոլոր հանձնաժողովները օժտված են հավասար լիազորությունով։ Շատ լավ, պարոն Քոչարյան։ Եվ վերջին հաշվով ով ասես, որ իմ Պաշտպանության հանձնաժողովի իրավաբանները ավելի քիչ են տեղեկացված, քան մեկ այլ հանձնաժողովի փորձագետները, եւ մենք Արտակ Հարությունյանն ենք գեներալի ուսադիրներով, որի ուսանողները մինչեւ հիմա կրթություն են ստանում այդ մարդուց։ Ինչի՞ մասնախոս։